Ժողովուրդ օրաթերթը գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին հետևել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Հրահանգի տրամաբանությունը պարզ է, հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին կհավաքեն բոլորին։ Այլ կերպ ասած, հնչող ցանկացած խիզախոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։ Այս քայլով ՔՊ-ն որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատողներից, գրում է Պարբերականը։ Այսօր ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ան Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ վրայերթի ենթարկել նրան, հայտնում են ԶԼՄ-ները։ Դեպքի վայր ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը արձանագրել է նրա մահը։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խստորեն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Տեղեկությունը հայտնում է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը։ Ամիսներ առաջ նա իր պատվիրակների միջոցով կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը։ Նույն դիրքորոշումը երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին է փոխանցել Շահան arczepiskopos Սարգսյանը։